Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն այսօր Վանաձորում հայտարարեց, որ պատրաստվում են հայտ ներկայացնել Հայաստանի երկու խոշոր քաղաքներում Գյումրիում եւ Վանաձորում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու նպատակով։ Ներկայացնելով կուսակցության համամասնական ցուցակը Հայաստանի նախկին արտգործնախարարը հայտարարեց, թե իրենց համար բարոյական պարտականություն էր մասնակցելու Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք տիմընտրություններին։ Ըստ նրա, առանց նոր մոտեցումների, առանց մեծ ռեսուրսների Գյումրիում եւ Վանաձորում հնարավոր չէ հասնել արմատական փոփոխությունների։ Առանց նոր մոտեցումների, էական փոփոխությունների, խիզախ քայլերի, աջակցության եւ նաեւ մեծ ռեսուրսների ներգրավման իսկապես հնարավոր չի ոչ Վանաձորում եւ ոչ Գյումրիում առաջընթաց արձանագրել։ Այս երկու քաղաքներն էլ շարունակեն այս լճացման մեջ մնալ, եթե չլինեն նման մոտեցումներ։ Պատասխանելով Ազատության հարցին Օսկանյանը հայտարարեց, որ բավարար ձայներ չհավաքելու դեպքում իրենք պատրաստ են համագործակցել այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնց հետ հնարավոր կլինի կոալիցիա կազմել եւ ընդդիմադիր դաշտից քաղաքապետ ընտրել։ Իհարկե, եթե առանցին մենք մեծամասնություն չունենք, պետք է ավականից ձևավորել եւ քաղաքապետ ընտրել այլոց հետ, բնականաբար ստեղծված իրավիճակում մենք պատրաստ ենք բոլոր այն քաղաքականները, որոնք իրոք ինտիմատիվ դաշտում են, անկեղծորեն ուզում են փոփոխություններ երկրում, մենք պատրաստ ենք դրանց համագործակցել։ Համախմբումը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հատկապես կարևորում է իշխանության փոփոխությունը Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքներում։ Ընդդիմության հաղթանակը այս երկու մեծ քաղաքներում սկիզբ է դնելու ինչ-որ գործընթացի, որը ես համոզված եմ վերջիվերջո ավարտվելու է 2017 թվականի խորհրդական ընտրությունների արդյունքում իշխանափոխությամբ։ Այսօր բոլորս լավ գիտակցում ենք, որ իշխանափոխությունը անհրաժեշտություն է, դա օրվա հրամայականն է եւ մեր հասարակությունը իսկապես դա սպասում է։ Համախմբում կուսակցության ցուցակը գլխավորում է Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության եւ սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Վահան Ղույունչյանը։ Ազատության հետ զրույցում Ղույունչյանն ասացն ինքն անպայմանորեն քաղաքապետ դառնալու հավակնություն չունի, սակայն պատրաստ է ծառայել ժողովրդին։ Ասում է, իր արչեւ խնդիր է դրել փոխելու կարծրատիպերը։ Այսինքն մենք պետք է հասնենք նրան, որ մեր ժողովուրդը հասկանա, որ ապագայի հնարավորություն կա։ Մենք մեր ծրագրերով ենք գնում։ Մենք խնդիրները ներկայացնելու ենք եւ խնդիրների լուծման ճանապարհներն ենք ցույց տալու։ Չենք հայոյելու ոչ սրան, ոչ նրան, ոչ էլ փորձելու ենք ինչ-որ մեկին վարկաբեկել։ Նախ առաջինը վարկաբեկվածին ինչ վարկաբեկ ես, եթե ենթադրենք խնդիրը իշխանությանը վերաբերում։ Ինչ ասես, ամեն ինչ ասված։ Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ Վանաձորում առաջադրվել են քաղաքացիական պայմանագիր եւ հայկական վերածնունդ կուսակցությունները։